Այսօր մշակույթը ընկալվում է որպես հավելում, այլ ոչ թե գոյաբանական պայքար։ Բայց իրականում ցանկացած ճգնաժամի ժամանակ առաջինն է իր վրա վերցնում հարված։ Ինչու՞։ Որովհետև բառացիորեն մշակույթը ստեղծում է հանրային գիտակցություն, իսկ ով ուզում է գիտակցությունը վերահսկել, ներխուժում է այնտեղ։ Այս թողարկման ընթացքում ցանկանում եմ հնչեցնել մի քանի առանցքային միտք, որը հետագայում հիմք է դառնալու մեր փոդքասթում։ Արվեստն ու մշակույթը միշտ էլ դիրքավորված են եղել։ Երբ ինչ-որ մեկը ասում է, որ մշակույթը, արվեստը չպետք է խառնվի քաղաքականությանը, նա ասում է, որ մի խառնվեք արդեն գոյություն ունեցող ուժային համակարգին։ Հիշողությունը իշխանությունից ավելի ուժեղ է։ Խումբը, որը որ ղեկավարում է մշակույթը, ղեկավարում է նաև պատմությունը։ Երբ ժողովրդից խլում ես պատմությունը, կարողանում ես նրան հեշտ ղեկավարել։ Մարդիկ արվեստին չեն դիմում, երբ ամեն ինչ լավ է։ Մարդիկ արվեստին դիմում են այն ժամանակ, երբ ցանկանում են հասկանալ, թե ինչ անեն, երբ իրենց աչքի առաջ քանդվում է ամեն ինչ։ Եվ հենց այդ պատճառով է, որ մշակույթը որպես համակարգ դառնում է խոցելի և վտանգավոր։